I want to speak to you this Ուզում եմ morning այսօր խոսել ձեզ հետ on the topic walk worthy of the calling. Այսօրվա խոսքը կոչվում է քայլեք կոչման համաձայն We're going to use as a anchor verse of scripture Ephesians chapter 4 and verse 1. Եփեսացիներին 4 գլխի առաջի խոսքից պիտի կարդամ Where Paul says, I therefore the prisoner of the Lord beseech you to have a walk worthy of the calling with which you were called. Արդ աղաչում եմ ձեզ ես Տիրոջ համար բանտարկյալս որ այնպես ընթանաք ինչպես վայել է այն կոչման որի մեջ կանչվել եք I don't know everything about Armenia, Հայաստանի մասին ամեն բան չգիտեմ but I can say that in the United States of America, բայց կարող եմ ասել որ Միացյալ Նահանգներում we are experiencing a crisis of character մենք բնավորության ճգնաժամի առաջ ենք կանգնած in terms of self-discipline, Այսինքն դիսցիպլինի ճգնաժամ կա Ամերիկայում the ability to do Անձնական what is դիսցիպլինի։ right even when you don't feel like it. Մարդիկ չեն կարողանում անել ճիշտը That's part of character. դա բնավորության մի գիծ է The self-discipline to do what's right when you don't feel like it. ինքնա դիսցիպլինի պակաս կա եւ երբ որ մարդը պետք է անի բայց չի զգում որ պետք է անի լավը Another component of character is core values. բնավորության մեկ այլ տար կա դա հիմնական արժեքներն են These are principles that we live by regardless of the pressure surrounding us. Դրանք այն սկզբունքներն են ըստ որոնց մենք ապրում ենք շրջապատված լինելով այս ճնշումներով It seems that so many people, even believers, when they get pressed, when they experience difficult circumstances, Անկամ շատ հավատացյալներ կան, որոնք ճնշումներով են անցնում, հանգամանքները նրանց ճնշում են։ they fall into the temptation to compromise Եվ փորձության մեջ են ընկնում զիջման գնալ and to աշխարհի forsake առաջ։ the core identities, Եվ core values. որպեսի իրենց արժեքները փրկեն, And then another very difficult situation in the US, մեկ այլ դժվար իրավիճակ կա Միացյալ Նահանգներում, this idea of a sense of identity. ինքնության զգացողության ճգնաժամ կա։ When we think about our self-identity, Երբ որ մտածում ենք մեր ինքնության մասին, թե ով ենք մենք, we should think of it in terms of our self-image based on who God says we are, not who anybody else says we are. մենք այդ պատկերը մեր մասին պետք է հասկանանք ոչ թե համաձայն ուրիշների ասացի, այլ համաձայն նրան, թե Աստված ինչ է ասում, To ով know ենք who մենք, we are in Christ, որպեսզի մենք իմանանք, թե ով ենք մենք Քրիստոսի մեջ, regardless of what our family may say, անկախ այն բանից, թե մեր տան անդամները Our մեզ ինչ friends են may ասում, մեր say, ընկերները մեզ ինչ են ասում, regardless of what the world may անկախ say, նրանից, թե աշխարհն ինչ է ասում, ով ենք մենք, the different voices that try to speak into us and կարող են influence տարբեր us, ձայներ ասել եւ ազդել մեր մեջ, to have the ability մենք պետք է կարողություն to ունենանք say, I know who I am in Christ, ասելու ես գիտեմ ով եմ ես Քրիստոսի մեջ and I am a Christ follower. եւ ես Քրիստոսի հետևորդ My identity is that I follow Jesus այն է որ ես Christ. պետք է հետևեմ Հիսուս Քրիստոսին These have to do with character. սա բնավորության խնդիր է And the Apostle Paul is saying եւ to Պողոս us, առաքյալը ասում է մեզ walk worthy of the calling արժանի քայլեք you have համապատասխան received of the Lord. քայլեք վայել քայլեք այն կոչմանը որի մեջ կանչվել եք that as we walk out our life, our character should reflect the որովհետեւ calling. երբ որ քայլում ենք այս կյանքի մեջ մեր բնավորությունը սկսում է դրսևորվել համաձայն մեր կոչման But as we think about the calling, what are we talking about? Եվ երբ որ մենք սկսում ենք մտածել կոչման մասին, ինչի մասին ենք մտածում այդ պահին։ That God has issued a great calling on our lives. Աստված մեծ կոչում ունի մեր կյանքի համար։ And to consider this calling, I invite you to look at Ephesians chapter 2. Եվ այդ կոչումը հասկանալու համար ես հրավիրում եմ կարդալ Back Եփեսացիների երկրորդ maybe գլուխը։ a page or two in your Մի scripture. էջ շրջենք դեպի Եփեսացիների երկրորդ գլուխը։ And Pastor, please read Ephesians 2 verses 4 through 10. Եփեսացիների 2:4-ից 10 համարները կկարդանք։ Բայց Աստված, որ հարուստ է ողորմությամբ, իր առած սիրո համար, որով մեզ սիրեց, մինչ մեռած էինք մեղքերի հետևանքով, մեզ Քրիստոսի հետ կյանք տվեց։ Դուք շնորհով եք փրկված, նրա հետ մեզ հարություն տվեց եւ նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Հիսուսով, որպեսի գալիք դարերում հավիտյան ցույց տա իր շնորհի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսով մեր հանդեպ ունեցած քաղցրությամբ։ Շնորհով եք փրկվել հավատի միջոցով եւ սա ձեզանից չէ, այլ Աստծո պարգևն է,
ոչ էլ գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա, քանզի նրա ստեղծագործությունն եք Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնք Աստված նախապես պատրաստեց մեզ համար, որպեսզի դրանցով ընթանանք։ Amen. Paul says we were dead. Պողոսն ասում է մենք մեռած էինք մի We ժամանակ։ had no way of getting to God. Ոչ մի ճանապարհ չունեինք Աստծուն We were մոտենալու։ dead in our trespasses Մենք and sin. մեռած էինք մեր հանցանքների եւ մեղքերի But մեջ, God, բայց Աստված, who is rich in mercy, որ հարուստ է ողորմությամբ եւ because of his great love for us, գթությամբ, իր has մեծ made սիրո us alive համար together մեզ in Christ. կենթանացրեց Քրիստոսի մեջ։ He has raised us up Մեզ together հարություն տվեց and made us to sit in heavenly places in Christ եւ մեզ Jesus. նստեցրեց երկնքում երկնային տեղերում Քրիստոսի What a Հիսուսով։ beautiful calling Ինչ գեղեցիկ կոչում է that սա։ God came to us Որ when we could not Աստված come to եկավ him մեզ մոտ, որ մենք կարողանանք գնալ Աստծո մոտ։ and made it possible Նա հնարավոր for դարձրեց, us to be in right relationship with որ God through մենք Jesus Christ. Քրիստոսի հետ ճիշտ հարաբերությունների մեջ լինենք։ And so that's why it's important that Եվ դա կարևոր է, we think about this incredible calling. որ մենք մտածենք այդ զարմանարաշ կոչման մասին։ God has called us from death to Աստված life. մեզ մահից կյանք կանչեց։ And then the Apostle Paul is Հետո Պողոս saying, առաքյալն ասում է, in light of this amazing calling որ համաձայն այս կոչման to life for մենք Christ, պետք է ապրենք Քրիստոսի համար։ then we need to walk Եվ մենք պետք է քայլենք in a manner that is worthy of that calling. արժանի այդ կոչման։ Now, the Apostle Paul uses this word walk several times. Պողոս առաքյալը քանի անգամ In his կրկնում է letter այս to the Ephesian արտահայտությունը։ church. Քայլել And what արտահայտությունը։ does he mean by Ինչ saying նկատի walk? ունի քայլել He's արտահայտությամբ։ simply speaking of the way you walk out in your life. Նա խոսում է կյանքի մասին, ապրելու մասին, As you're walking in your life, որ երբ դուք քայլում եք ձեր կյանքի walk ընթացքում, worthy of the calling that God has placed on you. ձեր կոչմանը վայել քայլեք։ And what happens is Եվ ինչ է կատարվում։ we hear the voice of God in Մենք լսում ենք Աստծո salvation. ձայնը But փրկության, that's just the beginning. դա պարզապես He's սկիզբն է։ calling us then to live our lives for Him Նա կանչում է, որ մենք ապրենք իր համար։ in a manner that honors Him Այնպիսի կյանքով, որը նրան մեծարում է and pleases Him. եւ նրան գոհացնում է։ So I want to just take the next few moments and talk to Եվ us ուզում եմ հաջորդ պայրին about խոսել, what are the characteristics of this walk. որոնք են այդ that Paul is քայլելու talking բնավորության գծերը։ If we're going to walk worthy of Եթե this մենք calling, պետք է այդ կոչմանը արժանի what քայլենք, does that actually look ինչ like? է, ինչի նման է դա։ And so the first Եվ characteristic առաջին բնորոշ գիծը is one that's placed in a negative way. դա ժխտողական He իմաստուն։ says, do not walk like the Gentiles. Այն ասում է, հեթանոսների նման մի քայլեք։ Do not walk like the world. Մի քայլեք այս աշխարհին համապատասխան։ Pastor, if you would read Ephesians 4, Եփեսացիներին 4 17 գլխի through 19. 17-ից 19-րդ համարներում գրված է. Արդ տիրոջով սա եմ ասում ու վկայում, որ դուք այլևս չընթանաք կամ չքայլեք, ինչպես հեթանոսները իրենց մտքի ունայնությամբ։ Նրանք խավար մտքով են ու Աստծո կողմից օտարացած այն տգիտության պատճառով, որ նրանց մեջ է իրենց սրտերի կուրության պատճառով, որ անզգայացած ագահորեն իրենց անձը անառակության մատնեցին պղծության բոլոր գործերի մեջ։ Amen. Amen. So the first characteristic of this walk is that we no longer walk the ways of the Առաջին world. բնութագիրը այն է, որ մենք չպետք է քայլենք աշխարհի ձևով։ One of the most tragic things in the church today Այսօր եկեղեցում ամենաողբերգական բաներից մեկը is that we have people who call themselves այն է, Christians, որ կան մարդիկ, ովքեր իրենց քրիստոնյա են but you անվանում, can't tell any difference from their բայց life ոչ and the մի life of those that are living տարբերություն in the չկա world. իրենց ապրածի եւ աշխարհիկների ապրածի միջև։ Paul is saying to us, if you want Պողոս to walk առաքյալն ասում է, worthy of the եթե դուք calling of ուզում եք God, արժանի քայլեք you ըստ no ձեր longer walk like the կոչման, world. դուք այլևս կարիք չունեք And աշխարհի look how պես he քայլելու։ describes them. Եվ տեսեք ինչպես է նա նկարագրում։ Futility in their mind, Նրանց մտքի անմտություն, a darkened understanding, խավարած հասկացություն, alienated from the life of նրանք God. օտարացած էին Աստծուց։ And that leads to them being ignorant. Եվ դա տանում էր նրանց, որ նրանք լրիվ Աստծո հանդեպ անտարբեր լինեին։ And it's a progressive stepping away from who God is. Եվ դա անդադար շարունակական
գործողություն էր եւ նրանք կոտարվում էին Աստծուց։ They get a hardened heart. Նրանց սիրտը խստանում էր։ They're past feeling. Նրանց զգացումները քարանում էին։ They don't know the presence of God. They don't feel the presence of Նրանք God. չէին ճանաչում Աստծուն եւ չէին զգում Աստծո ներկայությունը։ What happens? Ինչ կատարվեց։ They give themselves over to Նրանք licentiousness, իրենց all kinds of sinfulness, վատնեցին ամեն տեսակ մեղքերին, մատնեցին Uncleanness. մեղքերի մեջ, greediness. ագահությամբ։ That's the world. Դա աշխարհն է։ Paul says, Պողոսն ասում է. if you want to walk worthy of the Եթե ուզում calling of եք God on ձեր your life, կոչմանը you don't վայել walk like that քայլել, anymore. այդպես այլևս մի քայլեք։ Hebrews 12 and verse 1 Եբրայեցիների 12-ի 1-ը հետևյալն է is a ասում. very familiar verse Շատ of scripture to հայտնի believers. Սուրբ գրային խոսք է հավատացյալների համար։ And it tells us Եվ այն what մեզ to ասում է, do թե ինչ պետք է անենք with sin in our lives. մեղքի հետ մեր կյանքում։ There was an old pastor who said, do you Me- want to know what to do about sin in your life? Մի ծեր հովիվ կար, որ ասում էր, ուզում ես իմանաս մեղքի հետ ոնց վարվես քո կյանքում։ Stop. Մեղք մի գործիր, That's the answer. ահա թե ինչպես պետք է վարվես մեղքի What to հետ։ do about sin in my life? Stop. Ինչպես վարվել մեղքի հետ, մեղք մի գործիր։ Hebrews 12:1. Եբրայեցիների 12-ի 1-ը։ Ուստի մենք էլ որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ, դեն գցենք ամեն ծանրություն եւ մեղքը, որը մեզ հեշտությամբ է պաշարում եւ համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզը։ All of us as believers have times when we struggle with sin. Շատ հավատացյալներ մեր կյանքի մեջ է լինում է որ մեղքի հետ խնդիր ենք ունեցել։ But the writer to the Բայց Hebrews եբրայեցիներին հեղինակը exhorts us to lay aside every հորդորում է weight մեզ մի կողմ դնել, դեն նետել ամեն and the sin that ծանրություն easily եւ ensnares ամեն us, մեղք, որ հեշտությամբ մեզ պաշարում է, so that գրավում է, we're free to run the race որպեսզի for the մենք Lord, ազատ ու թեթև վազենք մեր մրցասպարեզը, walking worthy of that calling. որպեսզի արժանի քայլենք մեր կոչմանը։ If we do not heed this warning, Եթե մենք ականջ չդնենք այս զգուշացմանը, there can be tragic consequences. ողբերգական հետևանքներ կլինեն։ I had a group of students in the country of Brazil years ago. Բրազիլիայում մի խումբ ուսանողներ կային, We were doing music, evangelism. եւ մենք երաշտական ավետարանչություն էինք անում, We had երաշտությունով։ learned many of our songs in Portuguese so that the Պորտուգալերեն Brazilians could երգեր էինք understand our սովորել, songs. որ բրազիլացիների համար երգեինք, and we showed up on a university campus եւ համասարանական այդ միջավայրում հայտնվեցինք, where students were studying. որտեղ ուսանողները And, սովորում էին, many of them knew English as well եւ as նրանցից Portuguese. շատերը նաեւ անգլերեն էին խոսում եւ So we պորտուգալերեն։ just showed up on their campus and we're setting up speakers Եվ and մենք we're այնտեղ getting ready էինք այդ to համասարանական start միջավայրում singing our եւ songs սկսեցինք մեր երգերը երգել, to just see if who would come. որպեսզի տեսնենք ովքեր We could share կարձագանքեն, some որպեսզի testimonies մի քանի վկայություններով կիսվենք and նրանց share the հետ, gospel. որպեսզի ավետարանով բաժնեկցենք։ So while we were setting up, Եվ մինչ մենք այնտեղ էինք, one of the Brazilian students came to one of our girls բրազիլացի ուսանողներից մեկը մոտեցավ մեր աղջիկներից մեկին and he said to her in English, եւ ասաց նրան անգլերենով. he's looking at everything being set up, he says, does this have anything to do with religion? Ասաց էս ամեն ինչ որ դուք հիմա անում եք կրոնի հետ կապ ունի։ And she said, yes, we're going to Ասաց, be singing about Դե Jesus. մենք Հիսուսին ենք փառաբանում։ And this Brazilian student went just like this. Բրազիլացի հետ ուսանող այսպես ասաց. And he said the name of an American evangelist. Եվ ամերիկացի մի ավետարանչի անուն արտաբերեց, Very well known. որը շատ հայտնի մեկն էր, Had come to Brazil. որը եկել էր Բրազիլիա 200,000 people 200 in Maracanã Stadium. հազար մարկանց հավաքել Big էր այնտեղ, մեծ evangelistic ավետարանչություն էր արել, Preached around the world. ամբողջ աշխարհով քարոզել էր ավետարանը, But it had become known that his life was not his բայց հետո private life was հայտարարվել not էր, matching what he was որովհետև preaching. իր կյանքը չէր համապատասխանել իր His private քարոզածին, life was not matching what he was իր preaching. ապրածը իր քարոզին անհամապատասխան էր And that had գտնվել։ become known so that this Brazilian student said, Եվ դրա պատճառով այդ բրազիլացի if ուսանողը this is about religion, ասաց, եթե կրոնի մասին է ձեր արածը, that person's բանի name պիտանի չի։
I Ու don't այդ want անունը anything to do տվեց, with it. ասեց, «Էլ չեմ ուզում լսել ձեզ»։ When Janine, this was our student, when Janine told me that, my heart was Երբ broken. այդ ուսանողուին ինձ ասեց, սիրտս կոտրվեց։ I prayed the prayer, this prayer Եվ ես that day. այսպես աղոթեցի։ I said, Lord, I would Ասացի, rather «Տեր, no one ever know my name ավելի լավ է ոչ ոք իմ անունը չիմանա, than for my name to be a reproach to the gospel. քանց թե իմ անունը ավետարանի համար պախարակման համար Walk լինի։ worthy of the calling Ապրենք արժանի մեր կոչման, by no longer walking like the world. բայց շատերը եւ չապրենք ինչպես աշխարհն է ապրում։ The beautiful end of this story Այս պատմության գեղեցիկ is ավարտը that young հետեւյալն man է։ did stay around. Այդ երիտասարդը մնաց, He heard the songs, լսեց երգերը, he heard the gospel, լսեց ավետարանի խոսքը and he himself prayed to receive Christ that եւ day. աղոթեց, որ Քրիստոսին որպես փրկիչ ընդունի։ Thanks be to God. Փառք Տիրոջը։ How do we walk worthy of our calling? Ինչպես ենք մենք քայլում համապատասխան մեր կոչման։ We're laying aside sinfulness. Մենք մի կողմ ենք դնում ամեն տեսակ մեղավոր And then կյանք secondly, եւ երկրորդ Walk in love. սիրո մեջ ենք Walk in քայլում։ love. Սիրո մեջ։ Ephesians 5 and verse 2. Եփեսացիներին 5-րդ գլխի Paul 2-րդ uses համարում this word walk again to Պողոսը describe the Christian այս life. քայլել բառը նորից է նկարագրելու համար քրիստոնեական կյանքը։ Եվ սիրով վարվեք կամ սիրով քայլեք, ինչպես որ Քրիստոսն էլ մեզ սիրեց ու իրեն մեզ համար ընծա եւ զոհ մատուցեց Աստծուն որպես անուշահոտություն։ The Apostle Paul says, walk Պողոս in առաքյալն love. ասում է սիրով քայլեք, And to our ear, maybe that sounds, so simplistic. եւ մեր ականջին դա գուցե շատ պարզամիտ հնչի։ Walk in love? Սիրով Okay. քայլել դե լավ, But look at what kind of love բայց he's նայեք թե talking ինչ about. սիրո մասն է նա խոսում։ Love as Christ has Ինչպես also Քրիստոսն loved է մեզ us սիրեց and given himself for us ու իրեն մեզ համար ընծա եւ զոհ as an offering, մատուցեց, as զոհ a որպես։ sacrifice. So this particular love that Paul is calling us Ահա to Պողոս առաքյալը hենց մասնավորապես այս սիրո is մասն է not the խոսում, love of this world, որ այս աշխարհի սերը չի, but the love of Christ. որը Քրիստոսի To սերն է։ love as Christ has loved Սիրել us. ինչպես Քրիստոսն է մեզ How սիրել։ has he loved us? Ինչպես նա մեզ He սիրեց։ gave Նա himself for իրեն us մեզ զոհ as մատուցեց, an offering, որպես զոհ, a sacrifice. որպես ընծա։ That's how we are to Ահա love թե one another, ինչպես պետք է մենք իրար սիրենք, as Christ has loved us. այնպես ինչպես Քրիստոսը մեզ սիրեց։ If our love Եթե is not sacrificial, մեր սերը զոհաբերական չլիներ, it's not truly the love of Christ. ուրեմն այն ճշմարտապես Քրիստոսի սերը չէ լինի։ My wife and I were in Brazil on a Ես եւ different trip. կինս Բրազիլիայում էի, And Բրազիլիային when I think գնացել։ about sacrifice, Եվ this ես story comes to մտածում my եմ mind. զոհաբերության մասին, այս պատմությունը գալիս է մտքիս։ We were with a ministry that was taking us through and showing us different parts of Rio de Janeiro. Մենք Ռիո դե Ժանեյրոյում էինք եւ մեզ տանում էին տարբեր քաղաքի հատվածները ցույց տալու։ And we were going through this very, very poor section of the city. Եվ անցանք քաղաքի ամենաաղքատ թաղամասով։ People living in unbelievably poor conditions. Մարդիկ անհավատալի աղքատ պայմանների մեջ էին ապրում։ And as we're walking Եվ երբ որ մենք քայլում էինք through this particular part, այդ թաղամասով, we came upon a place where someone was living. It looked like just some pieces of board put together. այդտեղ կարծես մի քանի տախտակներ էին հավաքել, դրել են իրար վրա, որ մարդիկ ապրեն You could տախտակների hardly տակ։ call it a house, Տուն էլ չէր, just a shack, just nothing. ինչ որ մի հատ խրճիթ էլ չէր, ոչ մի բան էր։ And there was a young single mother there, Եվ այնտեղ մի երիտասարդ միայնակ մայր his կար, little children, իր փոքրիկ երեխաների հետ։ and it was heartbreaking to Եվ see. մարդու սիրտը how կոտրվում էր impoverished տեսնել, they ինչ were. աղքատության մեջ էին նրանք ապրում։ So we don't speak Մենք Portuguese, պորտուգալերեն չէինք խոսում, but my wife բայց կինս was trying to make a connection with this young mother. փորձում էր հարաբերություն ստեղծել այս երիտասարդ մոր հետ։ And so my wife smiles at her and notices the earrings, that little earrings that she has in her ear. Եվ կինս նկատեց, որ ժպտաց իրեն եւ նկատեց, որ փոքրիկ ականջողներ են And կախել։ she just says to her, and it's interpreted, "Oh, you have such lovely earrings." Մոտեցավ նրան ասեց, «Ինչ գեղեցիկ ականջողներ ես»։ Just trying to կախել։ connect, Փորձում էր կապ trying ստեղծել։ to encourage. Փորձում էր նրան քաջալերել։ And this sweet young single mother who had nothing, Եվ այդ քաղցր երիտասարդ մայրը, ով ոչինչ չուներ, as soon as she heard երբ this, որ դա լսեց, what did she do? թե ինչ է անում, She took them ինչ out արեց of ինքը, her ears. հանեց ականջողները
and gave them to Brene. Եվ տվեց կնոջս։ What a sacrifice. Ինչպիսի զողություն։ She'd never seen Brene before, Կնոջս երբևէ չէր տեսել։ never seen her since. Երբևէ չէր տեսել իրեն։ But a sacrificial act of love. Բայց իր սիրո զոհաբերությունը I learned a great lesson that day. ես մեծ դաս սովորեցի That դրանից, mirrors the image of the love of Christ. որ դա արտացոլում է Քրիստոսի սիրո պատկերը։ To express love in a way that cost me something. Արտահայտել սերը այնպես, որ դա գին արժի։ And so we walk no longer in the ways of this world. Հետևաբար մենք այլևս չենք քայլում այս աշխարհին համապատասխան։ We walk in love. Մենք սիրով ենք ընթանում։ Jesus said Հիսուսն ասաց in John chapter 13, Հովանու 13-րդ գլխում. a new commandment I give Նոր to you. պատվիրան եմ ձեզ տալիս։ What is it? Որն է այդ նոր պատվիրանը, That you love որ one another. դուք միմյանց սիրեք, That you love որ one դուք another իրար սիրեք, as I have loved. այնպես ինչպես ես սիրեցի։ And then he made this very interesting statement. Եվ հետո նա շատ հետաքրքիր մի հայտարարություն է անում։ By this Սրանով shall all men know բոլոր մարդիկ կիմանան, that you are my որ դուք disciples. իմ աշակերտներն եք։ If you have a big Եթե church, դուք մեծ եկեղեցի ունենաք, if you have the greatest worship ինչով, musicians, ոչ էլ լավ երաժշտական խմբով, if you have a lot of wonderful programs and չի things ասում, going եթե on, մեծ լավ ծրագրեր ունենաք, dրանով կիմանան։ if you dress up, Չի ասում, եթե լավ հագնվեք, դրանով կիմանան։ none of these things. Ոչ մի բանով։ How will Abovian know Աբովյանը ինչպես կիմանա, that we are disciples of the որ Lord մենք Jesus Christ? Հիսուս Քրիստոսի աշակերտներն ենք։ When they see us Երբ որ loving each նրանք other, տեսնեն մեզ իրար սիրելուց, when they see us loving each երբ որ other տեսնեն ինչպես ենք մենք իրար սիրում, and loving our community եւ սիրում մեր եկեղեցին, sacrificially, եւ զոհաբերական ձևով սիրում, and I'm here to witness, եւ ես այստեղ եմ վկայելու, I see it happening right ես դա now. տեսնում եմ դա հենց հիմա I see այստեղ։ that here Ես տեսնում եմ ձեր right մեջ դա հենց now. հիմա։ And I'm so grateful Եվ ես այնքան շնորհակալ եմ, to call you my brothers and որ ձեզ sisters. կարող եմ անվանել քույրեր եւ եղբայրներ։ You are showing us Դուք ցույց եք տվել այդ սերը, what it means to be թե ինչ followers է of նշանակում Christ. լինել Քրիստոսի հետևորդ, դուք ցույց եք տվել ձեր օրինակով։ Blessed be the name of the Lord. Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ We're no longer walking like the Մենք world. այլևս չենք քայլում այս աշխարհի պես, We're walking in love. մենք քայլում ենք սիրո մեջ, And what else does the եւ Apostle ել Paul ինչ է ասում say? Պողոս առաքյալը։ He says, Նա ասում է. walk as children of Քայլեք light. որպես լույսի որդիներ, Children of light. լույսի զավակներ։ Ephesians chapter 5. Եփեսացիներին 5-րդ and verse գլուխ 8. 8-րդ համար։ Քանի որ թեպետ մի ժամանակ խավար էիք, իսկ հիմա լույս եք Տիրոջով, լույսի որդիների պես քայլեք։ Do you know this scripture doesn't say you were once hanging around in darkness. Աստվածաշունչը չի ասում մի ժամանակ դուք պտույտ եք տալիս խավարի մեջ։ It doesn't say you were walking somewhere and somebody needed to turn the light on for you. Այն չի ասում դուք ուղակի խավարի մեջ մանեի գալիս մեկ էլ ինչ որ մեկը լույս վառես ձեզ համար։ It says Այն ասում է you were darkness. դուք ինքներդ խավար էիք։ For you were once darkness, but now Քանի you որ are թեպետ in, մի ժամանակ you are խավար light էիք, in the world. Only God can do իսկ հիմա that. լույս եք։ Take darkness and make Միայն it Աստված light. կարող է այդպես անել, խավարը դարձնել լույս։ But that's what he has Եվ done. ահա թե ինչ արեց նա։ And so he's calling us now to Եվ walk նա as մեզ children կանչում է of light. քայլել որպես լույսի What որդիներ։ does light do? Ինչ է լույսն անում։ Light dispels darkness. Լույսը ցրում է խավարը։ If you walk in a dark room, Եթե դուք խավար սենյակ մտնեք, մութ սենյակ, you turn on the light, լույսը վառում եք, the darkness is gone. խավարը միանգամից ցրվում է։ Darkness cannot tolerate Խավարը light. չի կարող հանդուրժել լույսի ներկայությունը։ When the light comes Եվ on, լույսը գալիս է, darkness flees. խավարը հեռանում է։ And this is the message which we have heard Եվ այս from God, պատգամը մենք լսեցինք Աստծուց, that God is light որ Աստված լույս է and in him there is no եւ նրա darkness մեջ ոչ մի at all. խավար չկա։ So here's what I'm trying to say to Եվ us. ահա թե ես ինչ եմ փորձում ասել։
When we walk into a room as believers, Երբ մենք ներս ենք մտնում որպես հավատացյալներ, the atmosphere should change մթնոլորտը պետք է փոխվի, because the light of Christ in որովհետև us Քրիստոսի լույսը մեր մեջ has entered that room. մուտք է գործում մեր միջոցով։ Amen. Ամեն։ You are carriers of the presence of Դուք God, կրողն եք Աստծո ներկայության, and that light is to shine եւ այդ through us. լույսը պետք է փայլի ձեր միջոցով։ I love what our brother shared earlier. Ես սիրում եմ, երբ որ եղբայրն When ասաց, people come into his business, որ երբ որ մարդիկ գալիս են իր գործատեղին, he has purposed and determined նա that they're going to hear about նպատակամղված Jesus. այնպես է անում, որ այդ մարդիկ լսեն Հիսուսի մասին։ That's light. Դա է լույսը։ That's light. Դա է լույսը։ Amen. Ամեն։ And what does this light do? Եվ ինչ է անում այդ լույսը։ It exhibits the fruit of the Spirit. Այն հոգու պտուղ է մեր մեջ The առաջացնում։ love, Սեր, joy, ուրախություն, peace, խաղաղություն, gentleness, goodness, հեզություն, kindness. բարություն, All of these are Ամեն exhibited տեսակի- out of our hearts through ամեն the տեսակի Spirit բարի of God. բաներ են առաջանում եւ բխում։ Amen. Ամեն։ So where do we find this light? Ուրեմն որտեղից են գտնում այդ լույսը։ Psalm 119, Սաղմոս 119 105 You խոսք know է this դեպիալն verse. ասում։ You know this verse. 119 Your word is a lamp ասում է unto քո my feet խոսքը լույս է ճրակ է իմ ոտքերին and a եւ light unto լույս my է իմ path. ճանապարհին։ Amen. Ամեն։ What does it mean to be Ինչ է a light in նշանակում the լինել world? լույս այս աշխարհի մեջ։ The great pastor Spurgeon Սպերջենը մեծ քարոզիչ said we use lights to Ասել է, make manifest or to reveal what is not seen. լույսը ցույց է տալիս այն ինչը չէր երևում մի ժամանակ։ People are searching for what is true. Մարդիկ ճշմարտություն էին ման The գալիս։ light in you Քո ներսի լույսը reveals what they cannot հայտնի է see. դարձնում այն ինչ որ իրանք չէին The տեսնում մի hope of the ժամանակ։ gospel, Ավետարանի հույսն the են hope of տեսնում։ the presence of God. Աստծո ներկայության հույսն են տեսնում։ And then next, Եվ Spurgeon հետո says, Սպերջենն lights ասաց, are intended for guidance. որ լույսը մեզ մղում է դեպի առաջնորդություն։ When the jetliner comes into the runway, Երբ որ օթանավը պետք է վայրեջ կատարի, they're looking for that lighted runway. նա լույս է ման գալիս, այդ ուղու լույսն է ման And գալիս։ those lights help them know by guidance Որովհետև where to լույսը put the իրեն plane. առաջնորդում է թե օթանավը ինչպես վայրեջ Spurgeon կատարի։ also says lights are Սպերջենը used նաև for ասել է, որ warning. լույսը զգուշացնող նշան է Warning նաև, that something, զգուշացնում է, dangerous որ is ինչ-որ մի nearby. վտանգ կա առջևում։ And so the light in us Այնպես որ մեր մեջ եղող could լույսը serve to help people կարող է ծառայել, understand որ մարդիկ հասկանան, that they need to be Որ- warned about not being in the presence of the պետք է Lord. տեղյակ լինեն, որ իրանք Աստծո ներկայությունից զուրկ են։ Amen? Ամեն։ So the light Ուրեմն- of God in you Աստծո լույսը քո մեջ makes a difference. փոփոխություն է բերում։ How do we walk? Ինչպես են քայլում, We're leaving our sinfulness մենք behind, մեր մեղավորությունը հետևում walking ենք in թողնում love, եւ սիրով ենք քայլում, walking as children of light. քայլում ենք որպես սիրո որդիներ, And then we're getting near the լույսի end. որդիներ եւ վերջում But Paul's encouraging us to walk in a couple Պողոսը more ways. քաջալերում է մեզ նաեւ որոշ ձևով էլ քայլել։ The next way is to walk in wisdom. Հաջորդը քայլել իմաստությամբ, Walk in wisdom. քայլել իմաստությամբ։ Ephesians chapter 5, Եփեսացներին 5-րդ 15 գլուխ through 17. 15-ից What does it 17 mean? համարները հետևյալն է ասում. Արդ ուշադրություն դարձրեք ձեր վարքին, վարվեք ոչ թե անխելքների պես, այլ իմաստունների, ճիշտ օգտագործեք ժամանակը, որովհետև օրերը չար են։ Դրա համար անմիտ մի եղեք, այլ իմացեք, թե որն է Տիրոջ կամքը։ Amen. Ամեն։ And so as we're living this Christian life, Մենք ապրում ենք քրիստոնեական we need the կյանքը, wisdom of God եւ մենք Աստծո իմաստությունն ենք to ձեռք know բերում, how to որ իմանանք lay aside our ինչպես sinfulness, to know how to love. ապրել ճիշտ, to know how to ինչպես be a սիրել, child of light. ինչպես լինել լույսի We որդի, need God's wisdom. մենք կարիք ունենք ունենալ Աստծո իմաստությունը։ And it says in Colossians chapter 4 and Եվ verse 5, Կողոսացիներին 4 գլխի 5-րդ համարում we are walking in wisdom. This is գրված է, interesting. որ մենք քայլում ենք իմաստությամբ, Walking in wisdom toward those who are outside. վարվեք իմաստությամբ դրսիների հետ։ God gives us wisdom to know how to reach people Աստված մեզ outside. իմաստություն է տալիս, որ իմանանք ինչպես վարվենք դրսում ապրողների հետ։
to know ինչպես what it would take to reach them, to help them understand the gospel. որ ինչ է նշանակում հասնել նրանց ավետարանով։ That's wisdom. Դա իմաստությունն է։ But I'm thankful today. Բայց ես շնորհակալ եմ այսօր։ By the way, as we were having these conferences, Իմիջայլոց մինչ այս համաժողովն ենք մենք people անում, were coming for prayer. մարդիկ գալիս են աղոթքի համար։ So many of them were saying, Եվ նրանցից շատերը ասում էին. I'm facing some things I need Ես wisdom. դժվարության մեջ եմ իմաստության Would you կարիք pray the Lord ունեմ։ would give me Աղոթեք, wisdom? որ Աստված ինձ իմաստություն տա։ And anytime anyone asks me that, Եվ ամեն մեկը երբ որ այդ բանը ինձ հարցնում էր, I'm reminded of James chapter 1 and verse ես 5. հիշեցնում եմ իրանց Հակոբոս chapter Chapter 1 and մեկի verse 5-ը, 5, մեկի 5-ը, where the scripture says, if you lack որտեղ wisdom, Աստվածաշունչն ասում է, եթե իմաստության կարիք ունեք, ask of God. խնդրեք Աստծուց, He gives it եւ liberally նա ձեզ կտա, and without reproach. եւ կտա անվերապահ ձևով։ And so the promise is already Այնպես որ there. խոստումը արդեն կա։ If you're facing something Եթե today, դուք այսօր ինչ որ բանի եք you're առերեսվում unsure about how to address եւ it, վստահ չեք ինչպես դրան it's վերաբերվել, not very complicated. դա շատ բարդ չէ։ If you need wisdom, Եթե դուք կարիք ունեք you իմաստության, ask. խնդրեք։ God has promised Աստված to խոստացել give է, you the wisdom that որ you տա need. ձեզ իմաստություն, որի կարիքը դուք ունեք։ What are we saying about these things? Ինչ ենք մենք ասում այս բաների մասին։ We're no longer walking like the world, Մենք այլևս աշխարհի պես չենք քայլում, walking in love, մենք լույսի մեջ չենք քայլում, walking as children of մենք light, քայլում ենք որպես լույսի walking in որդիներ, wisdom. մենք քայլում ենք If իմաստությամբ, I'm walking out my life like that, եւ եթե ես այդպես եմ քայլում, then I'm serving God in a way that honors Him. ուրեմն իմ քայլածով պատիվ եմ տալիս Աստծուն։ I'm simply saying Ես դրանով ասում եմ, what we say we believe ինչին ես հավատում եմ, ասում եմ դրան հավատում եմ։ should impact the way that we Եվ live. դա ազդում է իմ ապրելաձևի վրա։ What we say we believe Ինչ որ ես ասում եմ եւ դրան հավատում եմ, should impact the way we live. դա ազդում է իմ ապրելաձևի վրա։ If we say we believe in the Word of God, Եթե ես ասում եմ, որ հավատում եմ Աստծո խոսքին, then the principles and truths in the Word of God ուրեմն should Աստծո impact the way խոսքի we're living. սկզբունքներն ու ճշմարտությունները ազդում են կյանքից վրա։ And it should be evident to those around us Եվ իմ շրջապատը դա պիտի տեսնի, that we are walking with the որ մենք Lord. քայլում ենք Տիրոջ հետ։ I want to give you one other thing Եվ before վերջին we մի բան էլ close. ուզում եմ փոխանցել ձեզ։ And that takes us back to the early scripture Եվ դա մեզ վերադարձնում է Սուրբ գրային մի հատվածի, that we were reading in the beginning in որը Ephesians մենք 4. կարդացինք այն սկզբից։ And that is this. Եվ դա հետևյալն է։ I believe the Lord would be pleased for us to walk in unity. Ես հավատում եմ, որ Տերն ուզում է, որ մենք միաբանության մեջ քայլենք։ Would you read Ephesians 4? Եփեսացիներին 4 1 to գլուխ 6. 1-ից 6 համարները։ Արտաղաչում եմ ձեզ, ես Տիրոջ համար բանտարկյալս, որ այնպես քայլեք, ինչպես վայել է այն կոչմանը, որի մեջ կանչվել եք։ Ամենայն խոնարհությամբ, հեզությամբ եւ համբերատարությամբ, սիրով միմյանց հանդուրժելով, ջանալով հոգու միությունը, խաղաղության կապով պահել, մեկ մարմին եւ մեկ հոգի, ինչպես որ մեկ է հույսը, որին կանչված եք։ Մեկ Տեր, մեկ հավատ, մեկ մկրտություն, մեկ Աստված ու բոլորի Հայր, որ բոլորի վրա է, բոլորի հետ ու բոլորի մեջ է։ How can we as the body of Christ Ինչպես մենք կարող ենք որպես walk Քրիստոսի in a manner մարմին that is worthy of the calling քայլել of God այնպես, որ on us? արժանի լինել Աստծո կոչմանը։ We walk in unity. Մենք միաբանության մեջ ենք քայլում։ That has to do with having the proper attitude toward myself. Դա ճիշտ վերաբերմունքն է, That I live a life of humility. որ ես ապրում եմ խոնարհության կյանքով, That I'm aware որ that ես տեղյակ եմ, I am a sinful person in need of forgiveness. գիտեմ, որ Too. ես մեղավոր մարդ եմ եւ թողության կարիք ունեմ։ And then I'm to be gentle. Եվ ես պետք է նաև հեզահոգի լինեմ։ And gentleness is not weakness. Հեզահոգի լինելը դա թուլություն չի։ Gentleness could be Հեզահոգի described լինելը as strength under control. դա զորությունն է հսկողության տակ։ Like a wild horse that's been Ինչպես tamed. որ վայրի ձին, որ սանձում են, Still has all the same strength, ինքը ունի ուժ, but it's under control. բայց այդ ուժը սանձի տակ է։ That's gentleness. Դա հեզահոգի լինելն է։ And then it's having the proper attitude toward others. Ունենալ նաև ճիշտ վերաբերմունք միմյանց նկատմամբ։ Being patient, Լինել համբերատար, bearing with one another in love. սիրով կրելով եւ հանդուրժելով իրար։
And so the Apostle Paul says Եվ something Պողոս here that's առաքյալը very interesting to մի me. կարևոր հետարքիր բան է ասում ինձ համար։ In English it says, Անգլերենում ասում է. endeavor to keep the unity of the Spirit in the bond of peace. Ջանք արեք, որ հոգու միությունը, հոգու կապը խաղաղությամբ պահեք։ I read that verse and I go, why Ես այդ endeavor? հատվածը կարդացի եւ ասում եմ ջանքի կարիք ինչու պետք է ջանք գործադրենք։ It's because unity doesn't Որովհետեւ come naturally. միությունը բնատուր բան չէ։ It's something we have to work Դա at. մի բան է, որի վրա պետք է աշխատանք Something we տանենք։ have to be committed to. Մի բան է, որին մենք պետք է նվիրված And as լինենք, we are loving one another, որ մենք պետք է իրար սիրենք, being kind to one another, պետք է բարի լինենք իրար and all հանդեպ։ of the one another's of the New Testament. Եվ բոլոր իրար հանդեպ այդ վերաբերմունքը գործադրենք։ We find that we can be walking in unity. Մենք պետք է միաբանության մեջ քայլենք իրար հետ։ And then we understand Եվ հետո that մենք հասկանում ենք, the source of our unity is որ մեր God. միության աղբյուրը Աստված է։ Our unity together is based on the triune God. Մեր միությունը երրորդությունից է գալիս։ And then what is the power of unity? Եվ որն է միության զորությունը։ And in thinking about this, I want to just tell you one story before we close. Եվ ուզում եմ այս պատմությամբ ավարտել։ We're talking about unity. Մենք okay? խոսում ենք միության մասին։ In the early 1990s, 1990-ականների սկզբին, after communism had failed երբ and կոմունիզմը տապալվեց things were opening up in եւ Russia, սահմանները բացվեցին Ռուսաստանում, we were going to Russia quite a bit մենք սկսեցինք հաճախ գնալ Ռուսաստան and doing ministry there. եւ ծառայություն էինք սկսել այնտեղ։ And so one day, Եվ մի օր it was a Sunday much like this, Կիրակնորիա ժողով էր, and I think we were in Իրաքի maybe օր a էր, school where a new church was meeting. դպրոցում էինք, այնտեղ հավաքույթ կար։ And we had done a program, did some music, Երաժշտություն սկսեցինք, ծրագիր էինք դրել a message was preached, եւ պատգամ փոխանցվեց, invitation was given. հրավերք տրվեց մարդկանց։ And I remember that morning Եվ only ես one հիշում եմ person այդ came. առավոտ մենակ մի հոգի եկավ, մի One հոգի person came արձագանքեց։ forward Մի անձնավորություն եկավ to pray to առաջ, receive Christ. որ աղոթենք, որ ընդունի Քրիստոսին։ The leaders gathered with this man, Առաջնորդները խմբվեցին այդ մարդու շուրջ, prayed with him, աղոթեցին իր հետ and the service ended. եւ ծառայությունն ավարտվեց։ Praise God. Պարտիրոջ։ I went this way and I was packing up my guitar, Ես վերադառնում էի, որ գիտարս հավաքեմ, just preparing to leave, պատրաստվում էի գնալ and I saw the interpreter եւ տեսա, թե ինչպես թարգմանիչը come toward me and he said, եկավ ինձ մոտ եւ Brother ասաց. West, this man would Վես like to speak եղբայր, to you. այս մարդն ուզում է քեզ And հետ it was the խոսել։ man who Եվ had դա come forward, այդ մարդն էր, ով for եկել էր salvation. առաջ փրկության համար։ a very huge man. Շատ հսկա մարդ էր ինքը։ Would this brother stand up right here? Ուր է եղբայրը։ Եղբայրը կանգնի, այ մոտավորապես իր չափսերի։ This size man. Այդ չափսերի։ Yeah, okay. Thank you. So he comes Ինքը եկավ and he says to me through the interpreter, եւ թարգմանչի միջոցով ինձ ասաց. I think it is significant that Կարծում եմ, որ կարևոր է։ you are here today as an American on the day I give my life to Jesus. Կարևոր է, որ դու որպես ամերիկացի շատ խորհրդանշական էր, որ պիտի գայր ես էլ որպես ռուս կյանք ստայի I didn't know Հիսուսին։ where this was going. Չգիտեմ ինչ ա ուզում ասի։ He said, Ասեց. I'm a colonel in the Russian army, Ես ռուսական բանակի ծառայող եմ։ a ranger. Ռուսական բանակում ինչ որ կոչում ունեմ զինվորական։ He said, I have fought against Americans, Եվ պատերազմել եմ ամերիկացիների դեմ Vietnam and Afghanistan. Վիետնամում եւ Աֆղանստանում։ He's looking me right in the eye. Նայում էր աչքերիս մեջ ուղիղ He said, I have killed Americans. եւ ասեց ես ամերիկացիներ եմ սպանել։ And then he started to cry. Հետո սկսեց լաց լինել։ But as you're here today, an American on the day I give my life to Բայց քանի որ Jesus, դու որպես ամերիկացի այստեղ ես, կյանքս տվեցի Քրիստոսին։ I want to ask you to forgive me. Եվ ուզում եմ ներողություն խնդրել քեզանից։ I didn't know what to say. Ես չգիտեի ինչ ասել։ My mind went back to when I was an elementary school Իմ student. միտքը հետ գնաց իմ մանկություն, երբ որ ես փոքր երեխա էի։ And we would have drills in my school where they would say,
in case there's a Russian attack, hide under your desk. Եվ դպրոցում մեզ պատմում էին, ասում են, եթե հանկարծ ռուսները հարձակվեն եւ ռումբ ընկնի, ձեր սեղանների տակ I թաքնվեք։ don't know what that desk was going to do, but Ես that's what they չգիտես told սեղանը us ինչ to do. պիտի աներ այդ ռումբին, But I was thinking about all of these բայց things. ամբողջ այս ժամանակ And մտածում էի այդ what can I մասին։ say to this new Հիմա brother ես այս նոր եղբորս ինչ պիտի who's ասեմ, asking me for որը forgiveness? խնդրում է, որ ես իրան ներեմ, I'm representing my whole country. to ես him. իմ ամբողջ երկիրն եմ ներկայացնում իր առաջ։ And so all I could say Եվ ամեն ինչ կարող էի ասել was, isn't it wonderful հետևյալն էր, որ միթե հրաշալի չէ, that because of Jesus, որ Հիսուսի he can շնորհով take two people who used to be enemies երկու թշնամիներ and make them brothers. դարձան եղբայրներ։ And when he heard those words, Եւ երբ նա լսեց այդ he բառը, grabbed me նա with his big գրկեց Russian ինձ, bear որովհետեւ hug, հսկա and I could ռուս feel էր։ his hot tears on Ես my զգում էի cheek իր արցունքները իմ երեսով էին as հոսում։ we were embracing as brothers Երբ in որ մենք Christ. գրկախառնվեցինք որպես Քրիստոսով That's the եղբայրներ։ power of unity in the Դա gospel. է Քրիստոսի մեջ That's եղած the kind of միության unity he's զորությունը։ calling us to.